Պարոն Սիմոնյան, դուք իշխանության այս ամբողջ ճիշտ ազգային ժողովրդի կառավարման ծախսում Սիրում եմ, որ ամենայով ինձ հետ կապված ինչ-որ հարց եք տալիս, արդեն լավ։ Դուք ամենաշատն եք խոսել այն թեմաներից, որոնք իշխանության շատ ներկայացուցիչներ չէին ուզում առաջինը լինել եւ այդ հարվածները իրենց վրա վերցնել։ Այս ընթացքում դուք պարբերաբար ձեր անսահման, այլ ամենայով ասեմ, հավատարմությունն եք հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ այդ հավատարմությունը չգնահատվեց, ձեզ ինչը չներեց Նիկոլ Փաշինյանը, կամ թիմը ինչ չներեց ձեզ, եւ դուք արդյոք չեք հիմա ափսոսում, երբ որ հետ եք նայում, որ պետք չէ գուցե այդքան շատ ձեր ուսերին վերցնել եւ հարվածները ձեր վրա վերցնել։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Եղել է ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց այդ այնա, ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին եւ ես այդտեղ կանգնած չէի ելնի, այս դահլիճը չէի կարողանա բացել եւ դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի, ուստի ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։ Ինչ վերաբերում է ինչ չի ներվել, ինչի մասին է խոսքը, ես ձեզ խնդրում եմ, կրկնում եմ, դուրս եկեք, այո, կա այդպես տրամաբանություն, դա դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է եւ ես ասել եմ ու նորից եմ կրկնում, իմ քաղաքական գործունեությունը դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեությունը։ Ես չեմ տարանջատում, չեմ տարանջատել ինձ որևիցե դեպքում, ես շարունակելու եմ պաշտպանել իմ թիմին, շարունակելու եմ պաշտպանել այն գաղափարներ, այն սկզբունքները, որ ես ունեմ, մենք ունենք, եւ չեմ ուզում, որ դուք պաշտոնի հետ պայմանավորեք, որ դա, չգիտեմ, պատիժ էր, դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը կատարեցի, ես լավ կատարեցի իմ ծառայությունը, ես, այսպես ասած, պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ-որ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ, որևիցե բան չեմ բացառում, բայց մի մտցրեք դա ինչ-որ անձնական դաշտ, նեղացվածությունը, տեսակ վարչության նիստին չգնաց, անձնական առիթ ունեի, վարչության նիստին չէի գնացել, 5 լրագրող զանգել, ասում այդ վարչության նիստին, որ չեք գնացել, ուրեմն Ալեն Սիմոնյանը բան թեթև էր հագնված, ուրեմն լուրջ չի վերաբերում, հասկանում եմ, որ տենց բանի վրա է կառուցված նաև լրատվություն կազմելը, ինֆորմացիա ստանելը, բայց ձեզ պարզ դեմքով, ինչպես միշտ ուղիղ, թեկուզ ամենավատ եւ ամենածանր բաները ասել եմ, նետ չկա տենց բան, եւ ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինելը, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում, կմտածենք, կտեսնենք, թե ոնց կլինի, ինչ կլինի։ Իսկ ինչ արել եմ, չեմ ափսոսում։ Արդեն ուրվագծում է, թե ազգային ժողովի նոր ղեկավարը ով է լինելու եւ ԿՊ-ն արդեն որոշել է, իհարկե ընտրությունները խոհանալու, բայց քաղաքական որոշումը կայացված է։ Ինչպես է վերաբերում նոր կազմին, մասնավորապես ազգային ժողովի նոր խոսնակ Ռուբեն Ռուբինյանին, փոխոսնակներին, ձեր վերաբերմունքը եւ արդյոք այս խորհրդարանը եկող խորհրդարանից ինչ որ ձևով կտարբերվի ղեկավարման առումով։ Ես համարում եմ, որ եթե ես դա նաև բարձրաձայն եմ ասել, որ եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ազգային ժողովի նախագահի պաշտոնը, Ռուբեն Ռուբինյանը ամենալավ թեկնածուն էր, որը կարող էր ինձ փոխարինել, եւ ես հաջողություն եմ մաղթում իրեն, համարում եմ նախ ինքը իմ ընկերն է, ես իրան շարունակում եմ համարել իմ ընկերը, թեպետ դուք եթե ինչ-որ էլի գրում էին, խոսում էին, բա հեսա դուք իրար ձեզ մեջ կմրցեք, ինքը իմ ընկերն է, ես շատ ուրախ եմ, որ իր հետ աշխատել եմ, իմ գործընկերն է, ես իրեն հաջողություն եմ մաղթում եմ, որ ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահը, որը որ իր ժամկետը միջև վերջ կպաշտոնավարի, նույնը կարող եմ ասել փոխխոսնակների մասով, Հայկ Կոնջարյանի մասով մասնավորապես, որտեղ Հայկ Կոնջարյանը 2021 թվականի ազգային ժողովը ասեցի, որ պատերազմից հետո ստեղծված ազգային ժողով էր եւ այն ինչ որ Հայկը արեց, Կոնջարյան, ասենք ես չէի կարող, ես ոչ այդ ուժը, ոչ այդ համբերությունը ես չէի ունենա խմբակցության հետ, որը որ լուրջ քաղաքական գործիչներ էր իր մեջ ծանրակշիռ պատմություն ունեցող մարդկանց էր ինքը բալանսավորված պահեց, իսկ ինչ վերաբերում է Հաջան,
Դե բայց ես իմ մասին էդ էլ թող իրոշները խոսեն։ Ես իմ մասին չեմ խոսի, հա, իմ մասին գնահատականը կարծում եմ հնչում է, ես իմ գործընկերին մասին խոսեմ։ Ինչ վերաբերում է Վահագին Ալեքսանյան, դե մարդը աճեց, եկավ իր գործունեությամբ եւ ընտրվեց իրեն նույնպես հաջողություն եմ մաղթում։ Տեսնենք ով ալինելու խմբակցության ղեկավարը էս անգամ, որովհետեւ էլի դժվար ազգային ժողով է սպասվում։ Ես վստահ եմ, որ քաղաքական կրքերը չեն դադարելու, նաեւ ասեմ, որ ազգային ժողովում հայտնվել են մարդիկ, որոնք որ նախ ամփորձ են քաղաքական առումով, որ ունի իր դրական եւ բացասական կողմերը, ես նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերներին, ունի իր դրական կողմը այն առումով, որ հələ ամեն ինչ կորսված չէ եւ կարելի է ինչ-որ քաղաքական գործիչ մեջներից վստահ եմ լուրջ քաղաքական գործիչներ կարող է բան գան, միևնույն ժամանակ էլի ագրեսիան, ատելությունը, բացասական էմոցիան, լարվածությունը կարծում եմ ցավոք սրտի չի պակասելու, որովհետեւ քարոզարշավը դա էր հուշում։ Երեք շոկ ա, բայց դե իսկական։ Այդ պատոհանը բացեք, մեկ էլ են դուրը բաց պահեք։ Կամ մամուլում, կամ նախարար, դուք առասարակ որտեղ եք տեսնում եւ մենք հարցեր դուք շեփազգուզների ժամանակ միշտ ասում եք որ Կլինի ես մեկը պատասխանեմ հաջորդը բանանեք, էլի որ չկտրվի միտքը, նախ եւ առաջ արդեն ասացի, որ որևիցե բան ես չեմ քննարկել, պաշտոնի հետ կապված, որևիցե տեղ տեղափոխվելու հետ կապված ես չեմ քննարկել իմ երկրի վարչապետը, մեր կուսակցության ղեկավար մարմինը կամ վարչապետը կառաջարկի այն ժամանակ կմտածենք, իրար հետ քննարկենք ճիշտ ծանր թեթև կանենք կորոշենք որևիցե նման բան ասում ես այդ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց չգիտեմ նկարների են սարքում ինչ որ պատապաշտոններ են վերագրում շատ շնորհակալ եմ ձեզ գլուխ եմ խոնարհում ձեր առջև բայց որևիցե նման խոսակցություն չկա եւ ասում եմ կարող է եւ մոտակա ժամանակահատվածում եւ չլինի էլ ինչ վերաբերում է լսեք ես կարծում եմ ունիվերսալ մարդ եմ եւ քաղաքական անցած ճանապարհս փորձս գիտելիքներս բացի մի քանի զուտ խորը մասնագիտական ոլորտներից կարող եմ օգտագործել բայց անկեղծ ասած չեմ ինձ թույլ տվել մտածել դրա մասին որովհետեւ ասենք չգիտեմ պայմանականորեն հա մտածել որ այսինչ տեղը ես գնամ, բան, ես չգիտեմ, կոռեկտ չեմ համարել, չեմ էլ ուզում մտածել, նորից եմ ասում, հիմա ես այն տրամաբանության մեջ եմ ուզում մի քիչ հանգստանամ, անկեղծ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Բայց այն դեպքում անհասկանալի է, որ Փաշինյանը չի քննարկել ձեզ հետ։ Ինչ է։ Այսինքն հետաքրքրություն չկա, որպես Չէ, մենք խոսել ենք իրար հետ, չէ, մենք քննարկել ենք եւ որոշել ենք, որ ես իմ խնդրանքով որոշել եմ, որ ես ուզում եմ մի քիչ հանգստանամ, հիմա կկանի մի քիչ հանգստանամ, հիմա թող ասում եմ, ես 8 տարի ես առաջնագծին ճակերտավոր ավտոմատը ձեռքս կանգնած եմ եղել, կլինի մի քիչ հանգստանամ, մի հատ իմի բերեմ իմ մտքերը, անցած ճանապարհը եւ կորոշենք միասին, որևիցե նեղվածություն, որևիցե չհասված բան մեր մեջ գոյություն չունի եւ չի կարա լինի։ Եթե, չգիտեմ, պայմանական վարչապետը ասի, որ գիտես ինչ, հիմա դու մոտակա մի տարին որևիցե բանով մի զբաղվի, ես դա կընդունեմ ինքնություն, քննարկեմ եւ ամենայն հավանականությամբ տենց էլ կանեմ, որովհետեւ ես չեմ տարանջատում ոչ իրենից, ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ոչ վարչությունից։ Էտա տրամաբանությունը, խաղի կանոնները եւ սկզբունքները եւ դրանից դուրս գալ նշանակում է դառնալ դրա դեպքերը շատ կան։ Մենք մեր քաղաքական պատմության մեջ շատ տենց դեպքեր ունենք, որ պաշտոնյաները, ես դրա մասին ամբիոնից եմ խոսել, որ ինչ-որ պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են իրանք այդ շողքի պես մեծ են։ Ես քաղաքական գործիչ եմ, կայացած քաղաքական գործիչ եմ, ունեմ իմ կշիռը, բայց ես քաղաքական գործիչ եմ Նիկոլ Փաշինյանի իմ թիմի հետ միասին։ Ես չեմ այս մարդիկ կային, որոնք ասում են քթները բարձրացավ, իրանք ասին, դե բայց իմ վարկանիշը շատ ավելի բարձր է, բայց ես էս կարամ տեսակ սենց եղա, դա հիմարություն է քաղաքականության մեջ, դա ոչ պրոֆեսիոնալիզմ է, ես իմ չգիտեմ,
չգիտեմ, հա, այլ շատ մարդիկ կար։ Մարդ կար, որը որ օրինակ 2021 թվականին, որին ես փողոցում որ հանդիպեմ իդեպ ասելու եմ, արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանը, որին որ ես օրինակ բացարձակ անհարգալից եմ վերաբերվում, որ ես փողոցում ես իրան հանդիպեմ, ես իրան իմ կարծիքը ասելու եմ, որ 2021 թվականին ընտրություններից մի շաբաթ առաջ ինքը եւ իր ամբողջ թիմը հրաժարական տվեց եւ ինչ որ ակնկալիքներով բաներով։ Այդպես մարդկանց օրինակներ բազմաթիվ են մեր քաղաքական պատմության մեջ։ Ես ներողություն, ես սաղ կյանք իրենց քննադատել եմ, հետո ես պարկեշտություն եւ բան ունեմ, հա, սկզբունքներ ունեմ։ Ես դրանցով որևիցե բանի համար չեմ անցնի։ Մի սարքեք որևիցե պաշտոն ճակատագրական կամ ասենք, չգիտեմ, ինչ որ որոշիչ։ Իմ համար տենց չի։